Սիրելի հետևորդներ, այսօր մենք պատրաստել ենք երկու շատ կարևոր, բացառիկ և երկար սպասված բացահայտում մեր հավատարիմ լսարանի համար։ Այսօր մենք վերջապես կպարզենք, թե ով է լինելու Դիանա Գրիգորյանի նոր նախագծի գլխավոր հերոսուհին և կտանք ձեզ ամենաշատ հուզող հարցի ստույգ պատասխանը։ Ի վերջո, երբ է ավարտվելու «Գոյամարտ» հեռուստասերիալը։ Նախ սկսենք նրանից, որ «Գոյամարտը» վստահ քայլերով ու աննկարագրելի տեմպերով շարունակում է նոր ռեկորդներ սահմանել հայկական հեռուստասերիալների պատմության մեջ։ Իր բարձր դիտելիությամբ և անսպառ ինտրիգներով այն դարձել է հեռուստադիտողի ամենասպասված ու ամենասիրված նախագիծը։ Սերիալի հաջողության ամենամեծ գրավականներից մեկը բազմաշերտ կերպարներն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորը հոգեբանությունն ու արդարացումը և իհարկե դերասանական փայլուն կազմը։ Այստեղ խաղում են մեկը մյուսից տաղանդավոր ու խարիզմատիկ արտիստներ։ Նախագծում ներգրավված են ինչպես հին, ստաժավոր ու բազմափորձ դերասաններ, ովքեր ունեն թատրոնի և կինոյի հարուստ անցյալ և հատկապես ծանոթ են մեզ Դիանա Գրիգորյանի նախորդ հիթային սերիալներից, այնպես էլ բոլորովին նորաթուխ, երիտասարդ ու սկսնակ դեմքեր։ Ինչպես գիտեք, Դիանա Գրիգորյանն այն եզակի պրոդյուսերներից է, ով երբեք չի վախենում ռիսկի դիմել ու հարթակ տրամադրել երիտասարդներին, նրանց տալով բացառիկ հնարավորություն ցուցադրելու իրենց թաքնված տաղանդը։ Այս սերիալը նրանց համար դառնում է իսկական դպրոց՝ մասնագիտության մեջ հմտանալու, կայանալու և իհարկե հսկայական հայտնիություն ձեռք բերելու համար։ Եվ ժամանակը ցույց է տալիս, որ նրա ընտրած սկսնակ դերասանները միշտ արդարացնում են սպասումներն ու գրանցում անհավանական հաջողություններ։ Իսկ հիմա անցնենք օրվա գլխավոր նորություններից մեկին։ Օրերս սցենարի հեղինակ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջում մի շատ ինտրիգային և ուրախալի տեսանյութ է հրապարակել։ Նա պաշտոնապես հայտարարել է, որ զուգահեռաբար սկսում է աշխատել միանգամից երկու նոր մասշտաբային նախագծերի վրա։ Եվ ամենակարևորը, նա բացահայտել է այն դերասանուհու անունը, ով ընդգրկված է լինելու այդ նախագծերում։ Խոսքը բոլորիս կողմից անչափ սիրված, տաղանդավոր և էմոցիոնալ դերասանուհի Էմմա Մանուկյանի մասին է։ Համաձայնեք, որ սա հրաշալի նորություն է բոլորիս համար։ Հիշենք, որ Էմման փայլուն կերպով մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն Դիանայի նախորդ, վերջին զանգ ռեյթինգային հեռուստասերիալում։ Վերջին տարիներին նա դարձել է Դիանա Գրիգորյանի նախագծերի գլխավոր դեմքն ու մուսան, և վստահաբար կարող ենք ասել, որ հեռուստադիտողը մեծագույն կարոտով ու անհամբերությամբ է սպասում Էմմա Մանուկյանի նոր, անկրկնելի կերպարներին։ Սա իսկական տոն է որակյալ հայկական սերիալների երկրպագուների համար։ Իսկ այժմ եկեք պատասխանենք այն գլխավոր հարցին, որն ամեն օր հարյուրավոր անգամներ հնչում է մեր մեկնաբանություններում։ Մեր բազմահազար հետևորդներին անհանգստացնում է մեկ միտք. քանի սերիա է ունենալու «Գոյամարտը» և արդյոք այս լարված պատմությունը մոտենում է իր ավարտին։ Սիրելիներս, շտապում ենք հանգստացնել և ուրախացնել բոլորիդ։ Մենք բացահայտում ենք այս մեծ գաղտնիքն ու հայտարարում, որ սերիալը շուտով չի ավարտվելու։ Մենք դեռ հնարավորություն կունենանք վայելելու մեր սիրելի հերոսների պայքարը, արցունքներն ու սերը ևս 6 ամիս, այսինքն մոտ կես տարի։ Ինչպես հայտնել է անձամբ պրոդյուսերը, հեռուստասերիալն իր տրամաբանական ու հավանաբար շոկային հանգուցալուծմանը կհասնի միայն այս տարեվերջին։ Այնպես որ պատրաստվեք, որովհետև առջևում մեզ սպասվում են ևս 6 ամիս լի անկանխատեսելի շրջադարձերով և ցնցող էմոցիաներով։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ հիմա ուզում ենք լսել ձեզ։ Արդյոք ուրախ եք հեռուստաէկրաններին կրկին տեսնել տաղանդավոր Էմմա Մանուկյանին։ Եվ ինչ բնավորությամբ կերպարում կցանկանայիք նրան տեսնել այս անգամ։ Եվ իհարկե, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ «Գոյամարտը» մեզ հետ կլինի ևս կես տարի։
Արդյոք սպասում էիք այսքան երկար ընթացքի, թե կարծում էիք, որ հանգուցալուծումը մոտ է, անպայման կիսվեք ձեր կարծիքներով և սպասումներով մեկնաբանություններ բաժնում։ Մենք անհամբեր կարդում և արձագանքում ենք ձեր յուրաքանչյուր գրառմանը։